Տիր մեդիան ներկայացնում է։ Եթե Իսրայելը պատերազմ սկսի Թուրքիայի դեմ, ես կասեի ոչ թե եթե, այլ երբ սկսի, որովհետև կարծում եմ այդ պատերազմը անխուսափելի է, որը կլինի առաջի տասնամյակում, Ադրբեջանը կփորձի խուսափել այդտեղ, բայց չի կարող խուսափել, պիտի ինչ-որ դիրքորոշում արտահայտի եւ պիտի ներգրավի։ Եվ քանի որ Թուրքիա ազդեցությունը բավականին մեծ է Ադրբեջանի վրա, հատկապես ժողովրդի վրա, ի վերջո երկու ազգ կամ երկու ժողովուրդ մեկ պետություն սկզբունքը կա, եթե Ալիևը այդ ժամանակ դեռ շարունակի մնա իշխանությանը, իրեն պարտադրելու են, որ ինքը լինի ավելի շատ Թուրքիայի կողմը։ Այստեղ նաև հարցն այն է, արդյոք Իլհամ Ալիևը շարունակի մնալ իշխանության գլխին, թե ոչ։ Այստեղ կա տարիքային հարց, ինքը երիտասարդ չի, շատ ծերել չի, բայց շատ էլ երիտասարդ չի։ Մյուս կողմից մենք նկատում ենք, որ տարբեր կլաններ գլուխ են բարձրացնում այնտեղ, հետևաբար կկարողանա իշխանությունը պահել, թե չէ։ Իսկ ժառանգները հաստատ իր հորը Հեյդար Ալիևին բնավ չեն քաշել եւ այդ բանը չունեն, պատրաստականությունը չունեն երկիրը կառավարելու։ Այնպես որ այդ պատերազմի ժամանակ առաջին հերթին Ադրբեջանը կկորցնի իր կարևորությունը արդեն նշեցի ոչ միայն Իրանի համար, Իրանի դեմ, այսինքն պայքարի համար, այլ նաեւ Իսրայելի համար, հետեւաբար ինքը կորուստներ է ունենալու։ Բաժանորդագրվեք Տիր մեդիայի ալիքին։